Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանի ազգային ժողովում կրքերը կրկին բորբոքվեցին։ Հայհոյան, քաշքշուկ, բղավոցներ ու փոխադարձ կոշտ մեղադրանքներ ազգային ժողովում, իշխող քաղաքացիական պայմանագիր ու ընդդիմադիր Հայաստան խմբակցությունների, մարտի 1-ի իրական մեղավորների փնտրտուքի, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, ինչպես իրենք են ասում, Ղարաբաղը հանձնելու ու ապօրինի գույք ունենալու փոխադարձ մեղադրանքները այսօր հրմշտոցի պատճառ դարձան։ Ամեն ինչ սկսվեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո, ով մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանի խոսնակ Ալի Սիմոնյանի հասցեին։ Ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա հերթական հիսթերիայի նոպային հնչեցրած որոշ մտքերի։ Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա այդքան այդ ջղաձգումների մեջ չի հայտնում, երբ նրան անվանում են թուր կամ դավաճան, ձեզ հայտնի որակումները, որը հաճախ տրվում է, կարծես դրանից նա այդքան խնդիր այլևս չունի, միգուցե հասկանում է, որ այդ պիտակը այնքան է նրան կպել, որ այստեղ անիմաստ է պայքարել, բայց այդ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է եւ այստեղ երևի թե տեսնում է, որ դեռևս հնարավոր է ինչ-որ բան անել։ Ալին Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադրի լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Ինչպես տեսնում ենք, Կրսեր Քոչարյանը Հայաստանի ներկայիս իշխանությանը մեղադրում է գրեթե բոլոր մահացու մեղքերի մեջ։ Իբր Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է բանակը, պարտվել է պատերազմում, ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ այլն։ Քոչարյանը պետք է հասկանա, որ ինչքան էլ փորձի մոլորեցնել սեփական ժողովրդին, մարդիկ հիշում են, թե ինչ հանցագործություններ է կատարել երկրորդ նախագահ իր կառավարման տարիներին ոչ միայն ադրբեջանցիների, այլև սեփական ժողովրդի հանդեպ, որ հենց Ղարաբաղյան հանցավոր կլանն է տարիներ շարունակ հիմք դրել այն ճգնաժամին, որի մեջ այսօր խրված է Հայաստանը։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ ասում ժողովուրդը երկրորդ նախագահ ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տեսբան չենք ասում ստեղից, պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի։ Զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Ուր թռավ Լևոն Քոչարյանը, փոքրիկ իշխանը, խոսած փախավ, ուրեմն Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, ձեր ողջ խմբակցությանն ուղված ու պատիվ ունեմ ուղված, իմացի, որ հաջորդ հարց ու պատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը, ձեր ապրած կյանքի մասին էլ։ Ես առասարակ Հեն կարծիքին եմ, որ երեխաներն իրանց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ որ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու։ Ուրեմն լսի Լևոն Քոչարյան, ուշադիր լսի, ականջները ձգի ու լսի։ Այդ որ գալիս է այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշքշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշքշեցին, թևերս ցաված եւ այլն, կգնաս հորդ կհարցնես այդ ոնց էր ելնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու էլ զուգանից դուրս չէին գալի, կգնաս հորդ կհարցնես ոնց էին մարտի 1-ին դիմը հարկարակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես ոնց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես ոնց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես ոնց է ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Մեր Հայաստանի Հանրապետության շարքային ազնիվ քաղաքացիները ում թալանում էիք առավոտից իրիկուն։ Մի հատ էլ եկել այստեղ ժպիտով, ասում եմ մեզանից ապօրինի գույքեր են, դու մարդիկ կարդում չի ավարտվում է ձեր ապօրինի գույքը, արա։
Հազարավոր մարդկանց կյանքի փող եք լափել ու կերել։ Ու հիմա այսօր ջղաձգված եկել եք, փորձում եք ձեր լափածը թալանացա հետ բերեք։ Սենց ինչ-որ բան փորձում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության իշխանության ներկայացուցիչներին մեղադրել են բոլոր կերած բաներում ինչ-որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։ Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու, ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։ Հերիք էլա բոլ եղավարդը։ Եվ մինչ Հայաստանի խորհրդարանում շարունակվում են վեճերը կառավարության անդամների եւ ընդդիմադիրների միջև, հայ լրագրողները դուրս էին եկել փողոց, բարձելու քաղաքացիների կարծիքը իշխանության մասին։ Եթե պարլամենտը նստած իրար ուտում են, ինչ են ցույց տալիս ազգին, այլ ազգերին, որ մենք կարող ենք կռիվ անենք, ստե մենք ժողովրդին էշի տղենք դրա ապրում ենք, հա։ Էշը իրանք են, որ էշ բաներ են անում։ Իրանք Ինչ եք կարծում, կհաջողվի արդյոք չի Փաշինյանը։ հաջողվի։ Որովհետև Փաշինյանի ծրագիրը նես ծրագիր է, ինքը ուզում է լավ, իրան խանգարում են, ինքը ուզում է անեց ճանապարհներով գնա, էլի չեն թողում։ Իրանք երկու կողմանից հարված են անում, Փաշինյանը իրանց արանքում ավտոժում ես ու դու։ Տենց հարմար ես չեմ գտնում, ոնց որ ասենք հարմարը չկա։ Երեք փարկացել ոնց որ ասած էլիտա ժողովրդական մարդա եւ ամեն ինչ որ պետք է ստեղծում անում։ Նիկոլին հարգավորա օգնում։ Դա մենակ մի բան է վատել է, որ ինձ դուր չի գալիս։ Բարի մարդ է։ Ինքը գիտի որ ով ինչ արել, ինչի տերադարել, չի հետևում։ Են ոնց ասեմ որ լավ լինել են շնամուր պիտասմա հայատի ցանս շնամներ շատ ունի իրեն ինքը բարի է շատ բարի է ժողովրդական մարդ ես իրան հարգում եմ Շատ լավ է պետք է ավելի մնա Արցախը կորուստը տվել է դաշնակները պետք է Նիկոլը մնա Քոչարյանը պետք է չգա 36 տարեկան էի, որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց։ Ես էլ էի գոռում, միացում, բայց չէի իմանում, խափում են։ Հիմա 73 տարեկան եմ, ասում են էլի բերեք գոռանք միացում, նորից գանք։ Չեմ ուզում գան։ Այն Ղարաբաղյան ղերնախավն է, որ ընդ նստած է, լավ է, որ ընդ է նստած, որովհետև որ գային ստե, մեր Նիկոլը դրանց չէր նստեցնելու։ Իմացար, մերն է Նիկոլը։ Ես էլի իրան եմ ընտրելու, որ Քոչարյանը հանգարտ չգա։ Կարիճ Քոչարյանը գնաց։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Նրանք վստահ են, որ Ադրբեջանի դեմ ռևանշի ցանկացած փորձ Հայաստանի համար կործանիչ կլինի։ Ադրբեջանական բանակը վերջին 1.5 տարվա ընթացքում ել ավելի է հզորացել, եւ ամենակարևորը ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս ուժի մեջ են։ Ղարաբաղի վերաբերյալ կանոնների խախտման դեպքում Բաքուն ստիպված կլինի լիարժեք պատասխան տալ։ Ադրբեջանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, մինչդեռ Հայաստանի համար ռևանշի փորձը կհանգեցնի անխուսափելի աղետի։